Շատ լուրջ պաշտպանական եթե ոյցի շատ լուրջ պաշտպանական Ժողովուրդը լսեց զարուհուն եւ իջավ ներքև։ Դուք եք սխալ ասում։ Ով որ չի գա, թողնա, այս ասում եմ։ Dilip, demos की पाही ले आप रे, demos की पाही, जो मैं कब्र नहीं करते, ऐसे ज़रा स्काउट, ये रुपए दिखाना, ऐसे, Անջատեք հեռախոս։ Հայրենագիստներ, լսում եք։ Սիրող հայրենագիստներ։ Մենք միասին կանգնած ենք, միասին մենք պետք է նայենք ձեռնարկատել, բայց սա նաև մեր ազատության օրն է, մեր ազգային միասնության։ Դու ոչ մեկի հիմա սեպարատ ինձնից անկախ ինքնագործ որևէ քայլ չկատարի, քանի որ ես կամ։ Ես ոչ չլինեմ, սադրիչ եք, լավ մարդիկ քաղաքացիներ ձեզ հակում եմ, բայց սպասեք, որ ես չլինեմ, իսկ ես թեր կամ։ Այնպես որ մենք դանում ենք մեր հաղթանակը խաղաղ, սահմանադրական հարկանքով, սիրով, եւ չկասկածեք, որ այդ սերը հաղթելու է։ Ով ուզում է գերձ լարում, գրիվ, արյուն սարքել, սադրիչ է իշխանության կողմից նախկին արդեն, կամ ժողովրդի կողմից, անընդունելի է։ Սա բոլորիս հայրենիքն է եւ այդ պայքարը միասին պետք է տանենք։ Եվ ով հիմա ասում եք, գործ արեք, մինչև վերջ, ես ձեզ հիմա ասում եմ, մինչև վերջը մեր ընտրության, մեր իրավունքի հաղթանակի գրանցումն է, բայց ոչ երբեք արյան գաթիլ, ով քաղաքացի թե ոստիկան, դարավ իր փառքի համար, ձեռք բարձրացրեց հայ մարդու նկատմամբ, աններելի վարկ է, թույլ չեմ տալու, դրա համար հիմա մենք սպասում ենք, վստահ ենք մեր, որ մեզ ոստիկանները կբացեն մեր ճանապարհը, մայթով պիտի գնանք, Հայաստան պիտի ասենք, մի րոպե, որտև սա մեր փողոցն է, մեր բողոդան է, կապ չունի այդ 26 հասցեում,
Գելձ երթում է, այո գապ ունի, բայց ավելի կարևոր կամ Սարգսյան, կամ Հովհաննիսյան, կամ Վեհապար, այն է, որ հայ ժողովուրդը վերածննդի մեջ է, և ես թույլ չեմ տալու, որ այդ վերածնունդը որևէ մեկը ձեզնից վերցնի, ոչ նախկին իշխանություն, ոչ էլ սատրիչներ, ով ուզում է սատրել, իր քարկին հասնել, քանի ես դեր գամ, դուք գործ չունեք այստեղ։ Հիմա, հանդարտ, սիրով, հարկանքով, սա մեր հայրենիքի, մեր հաղթանակի ճամփան է։ Ձեր ձեռքի, վստահ եմ ժողովուրդ, մեր ոստիկանը մեր ճամփան կբացեն, կանցնենք ձեզ պատկանող գրասենյակով, բայց դա մեր աշխարհի վերջը չէ։ Մեր հայրենիքը վաղը մենք բերելու ենք։ Իշխանությունը ձերն է, գեցե ձեր հաղթանակը, գեցե ապրիլի 9, գեցե մեր ազգային միասնությունը։ Աստվածով շնորհակալ լինի ձեզ։ Լիդեր պետք ունեք, լիդեր ինչպես կսեն, գներեք հայրենս ուժեղ չէ, ես սպիրկից եմ։ Գապ չունի, ուրեմն հայրենը ուժեղացրու, որտեղ հիմա Հայաստանում ես, գեցե Հայաստան սպիրկ միասնությունը։ Այո, փորձում եմ ապրել էստեղ, բայց դժվար է, գիտես, որ այստեղ կործանեն, մարդիկ զարգանան, ժողովուրդը զարգանան։ Ժողովուրդը զարգացած է, ժողովուրդը քեզնից եւ ինձնից ավելի զարգացած է, գեցե մեր ժողովուրդը, բարի գալուս հայրենիք։ Որ եկել է զարգացած, հեշտ չի։ Համասարանները պետք է ավելի ուժեղանան, մեր ամենախելացիները երթում են, պետք է անձերը հոսները մնան, որ հարստությունը ստեղծվի այստեղ, այսպես չի լինի։ Հայկական բարձրավանդակը դատարկում են, որ խելացի են, հոս պետք է մնան, որ աճի, որ մեր մեծ հարուստները, մեր օլիգարքներն հարստանան ավելի, իրենք չեն կարող ինքնին իրենց ավական պահպանել։ Մյուս անգամ հավաքում ենք մորիջ անենք։ Աստված չեն ասեր ժողովուրդը Ինչ է մասնագիտությունը։ Տնտեսագետ քաղաքագետ։ Մերսի, ձեզ հարց կուզենայի տալ։ Դուք ասեք, որ պետք է պայքարենք, ճիշտ է։ Քայլեր ձեռնարկենք, այլ ոչ թե ասենք բռավենք։ Ոնց ես լսեցի։ Ոչ թե ձեր բառը բառերն եմ կրկնում, այլ ուզում եմ իմ մտքով ասեմ, էլի։ Դուք ասացիք, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, ճիշտ է։ Այո։ Կուզենայի իմանալ ինչ քայլեր։ Քո գազիկով որը պետք է։ Իմ կարծիքով դուք շատ խելացի մարդ եք, նախ ամեն ինչ ձեռնարկել եք։ Ու ինքներդ այդ ամեն ինչ տենում եք, որ մեր կառավարությունը դա մի հատ սիստեմա է, որի հետ պետք է պայքարել զուտ իմ կարծիքով, սիստեմայի տարբերակով։ Ես երևի 2.5 ժամը ոնց ստեղ եմ, դուք ստեղ չէիք։ Ես չտեսա նորմալ պայքարի վիճակ։ Մենք մի ամբողջ էինք, ժողովրդի ոչ մեկ չկար, որ կառավարեր։ Ժողովուրդը ենթարկվում էր մի հատ խառը վիճակի։ Ժողովուրդը չգիտեր ինչ էր անում։ Ջան, դու ես եկել, մեզ հետ չես եկել։ Հա, հոպար ես դերից չեմ եկել։ Բացակայել ես։ Ես հետ եմ ասում։ Մեզ այն բացակայել ես, դու գործ ես կուզենայի իմանալ։ Մենք առավոտ բանից ենք։ Ընդհանրապես բանը զինվորը իր կռվի տերն է։ Զինվորը պետք է գրավի, բայց իմ հարցը հրամանատարը պետք է նստի իր տեղում։ Ես համամիտ եմ դրել, բայց իմ հարցը Մենք առավոտ բանից ենք։ մեր կառավարությունը հիմա սիստեմա է։ Հասկանում եք, Սիստեման ինքնակառավարվում է, ժողովուրդը ինքնակառավարվում։ Մեր սիստեման ինքնակառավարմամբ չի ղեկավարվում։ Եկեք համոզվենք։ Չէ, սիստեմա բառը եթե ասում ես, դա ինքնակառավարում է։ Համամիտ եմ ձեր, բայց իրանք իշխանությունը, մեր իշխանությունը այդ ամեն ինչը կատարում։ Ժողովուրդն է պետք է մեր իշխանությունը, դա ոնց որ մի հատ հայլ է դի։ Կամ արտահայտ, հա։ Մեր իշխանությունը, դա ոնց որ մի հատ սարքը լինի, ոնց որ մեքենան լինի։ Համամիտ եք։ Ջունգլիներում ոնց են ինքնակառավարվում, բույսերը սկսում են աճել, չէ՞։ Էցը պետք է ինքնակառավարվի սիստեմա։ Բայց մեր պետության սիստեման այդպես չի։ Պետության չէ, աշխարհի սիստեման է։ Բայց մենք խոսում ենք տվյալ պետության մասին, որտեղ ապրում ենք եւ ես եւ դուք։ Ճիշտ է։ Ես ուզում եմ պրոստը իմ ուզածը ինչ է, ուզում եմ իմանալ հետագա քայլերը։ Բեր։ Դե որ մեզ հետ ես իմանաս ասած։ Հա ես էլի ձեր հետ եմ, բայց չէ ուրեմն ինքնստինքյան առաջ Ոք ինչ մի ասեք։ Ինչի՞ չի հետաքրքրում։ Ինքնստինքյան կիմանաս։ Ձեր համար չեմ Աճառա հետևանքային կապը ծնում է հետագա քայլերը։ Հարցը ձեզ ճիշտ է։ Լավ, նախ ձեզ պիտի հետաքրքրի յուրաքանչյուր մարդու գարձիկը։ Գարձիկը համամիտ եմ, բայց միայն քո գարձիկը կարևոր չէ, իր գարձիկը նաև կարևոր է։ Դա հաստատ։ Եվ նաև դու հարց տալու փոխարեն երդասարդ, որ իրավունք ունես, նաև պիտի պատասխաններ առաջարկես։ Դու էլ քո առաջարկը դու նոր սերունդը
քո սերունդը ինչ է պատրաստ անել, որ այս երկիրը, մեր սիրելի երկիրը այդ իշխանությունը վերադառնա ձեզ եւ դուք ունենաք նորմալ իրավունք, կրթություն եւ այլն։ Ես պատրաստ եմ պայքարել ամեն ձև, ինչ մտնում է Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ, այսինքն չխախտեմ Հայաստանի Հանրապետության օրենքը։ Ուրեմն համաձայն ենք։ Ճիշտն ասած Հայաստանի Հանրապետության օրենսգրքով չգիտեմ նախատեսված ժամի, այսինքն որ ժամից հետո պետք է ինչ-որ բղավեմ, այդպես ասեմ, պրոստը դժվարանում եմ։ Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանադրությունից է ծնվում, սահմանադրությունն էլ ծնվում է ավետարաններից։ Հա, համամիտ։ Այնպես որ ըստ ավետարանի դու մեղավոր ես, նորմալ է, քո իրավունքների մեջ ես։ Չէ, դա ստե գտնվելով չեմ խախտում։ Իմ կարծիքով չէ։ Ես չեմ խախտում։ Այո, ինչ եք ուզում, ասեք տղեկ, հարցը դվեցիք։ Ես էլ ուզում եմ, ուրեմն հիմա ինչ եք ուզում անենք։ Մենակ կոնկրետ քայլեր ասեք, մենք անող ենք հաստատ։ Շատ լավ։ Որ սպասեք հլա, ազատ անկախ Հայաստանի սիրահարներ, ժողովուրդը գնացա։ Պարոն Հակոբյան, մի վարքյան։ Սիրելիներս հարգելես ճանապարհով տեղ Ուր է բանը։ Մենք գիտենք, որ ազատ անկախ ժողովուրդը գնացա։ Այո։ Սիրելի ժողովուրդ, պայմանավորվեցինք, գնում ենք լուր, ուշ ժամը, վարկարկումները կանենք վաղը կամազապիսյան հրապարակում, այստեղ գնում ենք լուր, ոնց որ Ռաֆի Հովհաննիսյանը ասաց, բաղնական 26-ը մենք անցնում ենք մեր օրհներգով, հանգիստ պտտվում գալիս ենք ազատության հրապարակ, խնդրում եմ հարգենք այս պայմանավորվածությունը, իսկապես խնդրում եմ որ հարգենք, շնորհակալություն։